Երիտասարդների կյանքում կա մի եզրույթ, որով պատասխանում են շատ հարցերի եւ դնում վերջակետ։ Ես կարիերա եմ ստեղծում։ Կարիերա բառը գալիս է լատիներեն կարուս բառից, որը նշանակում է մարտակարգ։ Օքսֆորդի անգլերեն բառարանը բացատրում է որպես անձի ուղղություն կամ կյանքի առաջընթաց։ Այսպիսով հարց եմ ուզում ուղղել մեզ բոլորիս. ինչ ուղղությամբ ենք մեր անձին տանում։ Եվ արդյոք այն ինչին, որ այսօր ես այդքան ժամանակ եմ տրամադրում իմ կյանքում, դա առաջընթաց է թե հետընթաց։ Պետրոս Առաքյալին էլ էր անհանգստացնում այս հարցը, քանի որ նա հմուտ ձկնորս էր եւ այդ իսկ պատճառով դիմեց Հիսուսին։ Մարկոս ավետարան 10-րդ գլուխ 28-ից 30 համարներ։ Պետրոսը սկսեց նրան ասել. «Ահա մենք ամեն բան թողեցինք եւ քո ետևից եկանք»։ Հիսուսն էլ պատասխանեց եւ ասեց. «Ճշմարիտ ասում եմ ձեզ, ոչով չկա, որ թողե տունը կամ եղբայրներ, կամ քույրեր, կամ հայր, կամ մայր, կամ կին, կամ որդիկ, կամ արտեր ինձ համար, կամ ավետարանի համար, որ հարուրապատիկ հիմա այս ժամանակում չառնե տներ եւ եղբայրներ եւ քույրեր եւ մայրեր եւ որդիկ եւ արտեր հալածանքի հետ եւ գալու աշխարհքում հավիտենական կյանքի հետ»։ Հիսուսը խոստանում է մեզ հարուրապատիկ օրհնություն, թե այս կյանքում, թե հավիտենական։ Մեր օրհնությունը կախված է մեր ընտրությունից։ Ինչ ուղի եմ ես ընտրում։ Իսկ Պողոս Առաքյալը իր անձի համար ասում է. բայց ինչ բան որ ինձ շահ էր, այն վնաս համարեցի Քրիստոսի համար։ Եղբայր, ես իմ անձը չեմ համարում, որ հասած լինեմ, բայց մեկ բան կա, ետևի բաները մոռանալով դեպի առաջի լինողներն եմ նկրտում, հետևում եմ դեպի նպատակը, Աստծո վերին կոչումի մրցանակին Քրիստոս Հիսուսում։ Պողոս Առաքյալի կյանքը կարծես մի հաջողակ երիտասարդի կյանք լինի, սակայն այդ ամենին Պողոս Առաքյալը անվանում է հետին բաներ, եւ իր կյանքի մի փուլում նա որոշում կայացեց փոխել իր կյանքի ուղղությունը։ Որն է քո կյանքի նպատակը, որն է քո կյանքի ուղղությունը եւ ինչ կարիերա ես դու ստեղծում։